Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ էքսկլյուզիվ հետաքրքիր թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր։ Բայց մինչ այդ ես ուզում եմ ըստ ֆորմատի շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ հարազատների գրկում, աստծօրհնությամբ եւ 21 TV ու Ակոպովնայի հետ։ Եվ հատուկ ձեզ համար տեսալվակ։ Այն էլ պրեմիերա։ Ասեմ, որ արդեն ընդամենը 1 օր է YouTube-յան ալիքում հայտնվել է իմ ամենասիրած Mirage Project-ի գժական տեսահոլովակը տրամադրող եւ իսկ հենց հոբելյարների համար։ Վայել մենք Mirage Project-ի տեսահոլովակի պրեմիերան վերադառնում տաղավար եւ անցնում բուն թեմային։ Ոխի
Ինչ տեսա ուղակի պրեմիերայից հետո մեծագույն սիրով ես ձեզ առաջարկում եմ դիտենք տեսանյութ։ Եվ ինֆորմացիոն, եւ երաժշտական, եւ լուսավոր, եւ հաճելի։ Եվ ասեմ, որ տեսանյութի տաղանդավոր սիմպաթիչնի հերոսը Ռոպեներանց լինելու է ինձ մոտ տաղավարում։ Ում մասնի խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես իմ սրտից երբեք չեմ բողոքել, բայց հենց քեզ տեսա, սիրտս մի տեսակ արագ խփեց։ Ասում եմ կարող է ազատ պալատման լինի, գնանք մի հատ լսես տեսնես ինչ է կատարում սրտիս հետ։ Պախվել ես չկա մի թեմաների մեջ։ Ես չեմ ուզում գնամ չուժոյի պախվել նստեմ։ Մեր այստեղ տեղից չեն շարժում։ Չէ, ինչ Երևան, մեր գյուղի։ Ես առաջարկում եմ, մեզանից մեկը, օրինակ ես, գնա գյուղապետարան, մտնի գյուղապետի սենյակ, նստի աթոռի ոտերը, անի դրի սեղանին։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ, առավելևս ովքեր որ ֆանատորեն հետևում են նրա գործունեությանը, ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ ասում են Հակոբովնա մի երկարացրու, մի անգամից ներկայացրու։ Եվ այսպես, մեծագույն սիրով ասեմ, որ ես ինձ մոտ հյուրընկալ եմ Սունդուկյան թատրոնի անդավաճան դերասան եւ իմ լավագույն ընկերոջը Արթուր Հարությունյանին։ Արտջան, ողջույն։ Ողջույն Ձին ջան։ Ես կուզեի ասեի ողջույն իմ Արթուր լուսավոր տղա, բայց դա մի քիչ շոտ կլինի սկզբի համար, հետո կասեմ Արթ։ Ոնց ես։ Այ, շատ լավ զբաղված։ Էներգիայով լեցուն։ Մի խոսքով չեմ դժգոհում։ Առաջին անգամ երբ որ ինձ մոտ տաղավարում էր, ես հասկանում եմ, որ դու ուզում ես խոսել, դու ուզում ես արտահայտվել, բայց դե հերթ չէր հասնում։ Ես դրա համար որոշեցի քեզ հետ մենակ շփվել եւ շատ հարցերի պատասխաններ ստանալ։ Մեծ սիրով համաձայնեցի առաջարկը, Ձինա ջան, հիմա արի տնավարի ինչից ուզենք, ինչքան ուզենք խոսենք։ Արդ, քանի տարի է դու Սունդուկյան թատրոն օջախում դերասան ես։ Ուրեմն 96 թվականին ընդունվեցի թատերական ինստիտուտ, 2000-ին ավարտեցի, 97-8-ից երկրորդ կուրսից որպես պրակտիկա Սունդուկյանում էինք արդեն մեր ամբողջ կուրսով։ Լավ։ Եվ ծառայությունից հետո 2002-ին վերադարձա Սունդուկյան թատրոն ու մինչև այսօր։ Լուրջ ես ասում։ Այսինքն 25, 26, 27 տարի։ Քանի ներկայացում ես, եթե հիշում ես, խաղացել այս տարիների ընթացքում։ Քանի հաղորդում ես վարել այս տարիների ընթացքում։ Հո, քանի հյուրեր ես ունեցել։ Շատ։ Դերասաններ կան, գիտեք, չէ՞ որ հաշվում են իրենց կերպարները, Հա։ քանի հատ են խաղացել Ձինջան։ Իմ մոտ այդ ինչ որ թերացել եմ, ես բարձի թողի եմ թողել, չեմ հաշվել, որովհետև մեկը մեկից իմ հարազատ ոնց որ 10 մատներ լինեն, էլի, ես ամեն անգամ նոր ներկայացում խաղալիս ոնց որ մի երեխա ունենամ։ Հասկացա։ Ներկա պահին Սունդուկյան թատրոնում գնում է ներկայացում, որտեղ ընդգրկված է Արթուրը։ Այո։ Ո՞րն է։ Խաղացանկի մեջ 70%-ից ավել ես կամ, հիմա այսպես որ թվարկեմ շատ կլինեն, բայց նայած ամիս կա, որ 4-5-6 ներկայացման մեջ լինում եմ, դե մեր մոտ մի քիչ շատ է սաստավը, հա, ներկայացումներն են շատ, ու հեչ պարտադիր չի, որ ամեն ներկայացման մեջ դու մասնակցես։ Ունենք մոտ օրերս Սիսիան քաղաքում հյուրախաղեր, Հա, այսքան հյուրախաղեր էլ է լինում։ Հա, ոնց չի, անցյալ տարի Սանկտ Պետերբուրգ գնացինք մոտ մի 50 հոգով անձնակազմով, շատ մեծ, հա։ Մի խոսքով թատրոնում կյանքը եռում է, հիմա էլ ներկայացում է կակրաս նոր սկսվում, բեմադրությունները դեռ շարունակվում են։ Այս մի ներկայացման մեջ չկա։ Ոնց է, հա։ Նորմալ է, դա նորմալ է։ Լավ, շատ լավ։ Արդ բայց այդ բոլորդ մեկտեղ դու հասցնում ես լինել եթերում, ամենաշատ հայտնի սիթքոմներում եւ ինչու վերջի ժամանակատվածում էլ ամենաշատ այդ որ բում արած ֆիլմում։ Հա, գողություն հայկական ձևով։ Այո։ Գիտեք, Ոստյան ջան, ես իմ տեսակով շատ խառը մարդ եմ, խարիզմատիկ եմ, ես հասցնում եմ ամեն ինչ։ Մի փոքր գաղտնիք էլ բացեմ, այդ ամեն ինչին թատրոն, հեռուստաընկերություն գումարած, նաև ես ունեմ փոքրիկ արտադրամաս Եվրոպատուհաններ դռների մասով։ Մի օր։ Ես դա էլ եմ անում, ինքս եմ զբաղվում դրանով, հա։ Ու այսպես ամեն ինչ հասցնում եմ։ Ու փառք Աստծո, այդ իմ փոքրիկ արտադրամասը, այսինքն ֆինանսական առումով ես մի փոքր ավելի կայուն եմ եւ ինքս եմ որոշում
այս կերպարը սիթքոմում կամ սերիալներում լինեմ, թե չլինեմ, եւ իհարկե գնի մասին արժեքը ես եմ առաջարկում հետեւյալ պրոդյուսերներին։ Իմացաք այտենց։ Այսինքն դա նշանակում է, որ Արտուր Հարությունյանն ունի սեփական բիզնեսը։ Այո, Ես պաշտում եմ այդ երևույթը, երբ որ արվեստի մարդիկ նաև զբաղվում են բիզնեսով։ Եվ դա նոր չի 15 տարի կլինի արդեն։ Իսկ կարող է տենց որ մի քիչ է շատ քեզ բզբզեմ, ասես տարվա վերջին օր բանել կա։ Չէ, լավ չի։ Որ առայժմ դրանով Բայց մտածեցիր, ոնց որ մտքիդ մի բան կա։ Կարող է, հնարավոր է։ Տեսեք, ինչից ցակեց այդ իմ արտադրամասը, այսինքն երրորդ աշխատանք կոչեցյալը, չէ՞։ Բոլորից գաղտնիք չի, որ թատրոնները շատ քիչ են վարձատրում, հա, դերասանի վիճակի չի։ Ես ինքս 25 տարվա ստաժ ունեմ, որակավորումով էլ, ստաժով էլ այդպես ցածր չեմ, հա, եւ ստանում եմ 93000 շեմտը։ Աստված իմ, հա։ Դա քեզ ստիպում է, որպեսզի ուրիշ աշխատանք ունենաս։ Եվ մեր կատեգորիայի դերասանները հիմնականում նախընտրում են հանդիսավարություններ, չէ՞։ Այո։ Դուբլյաժներ, տանիրովկաներ, բան։ Հանդիսավարությունը ես մեկ անգամ որոշեցի անել 15 թե 20 տարի առաջ, պատկերացրեք չկարողացա։ Ինչի՞, մենակ էիր։ Չէ, գիտեք, նախ ինքը նոր տարվա կորպորատիվ բարդ է եղել արդեն, հա։ Ամիս ու կես սցենար եմ գրել։ Լավ էլի։ Այն ժամանակ ամուսնացած շեյտանը փորձեր էի անում։ Լուրջ։ Ինչքան ընկերներ ունեի, բոլորին զանգում հարցնում էի ինչ անեմ, ինչ կապ, ինչ շոու, ինչ բան։ Ու պետք է լիներ, ինքն էլ մասը շատ լավն էր, ազգային անվտանգության աշխատակիցների մասը։ Լուրջ թեմա եղել, հա։ Ու այն որ վստահ է, որ ոչ մի ավելորդություններ չի լինելու զալից եւ այլն, Ձինջան չկարողացա ոնց որ իմը չլիներ, այն որ ու վերջում պետք է դառնամ ձմեռպապի 12-ը խփի հայտարարեմ նոր տարվա մուտքը, մինչև խմեն ես գնամ ձմեռպապի։ Ես ինչ ձմեռպապի, մետր ու կես է, բո ես միհար ձմեռ ձակը լեմ, ինչ ձմեռպապի, պետք է նվերներ բաժանեմ։ Հա։ Վայ Աստված ջան, մինչև վերջացավ այդ օրը, ինչքան գումար որ տվել են, մի այդքան էլ վրան դրեցի, մի 4-5 օրով ծաղկազոր գնացի, որ մի քիչ ներվերս թուլանա, ասեցի, «Էս իմը չի, սա ուրիշ աշխարհ է»։ Երբեք չեմ փնովում, իմ բոլոր ընկերները մեծամասնությունը գործով զբաղվում են։ Ես այդ ընկերներս իմ աչքին էլ ավելի բարձրացան ձյան ջան, որտեվ դա մեծ ուրիշ բան է, ամեն մարդու բան չի, այսպես ասեմ։ Ես մի քանի օր առաջ վարել եմ մոտապես 400 անձից բաղկացած խնջույք։ Շրջանում, որտեղ շատ սիրում են լավ խմել, եւ դու գիտես, կա ու այնտեղ լինի առաջնորդ մեծ մարդ, որը ասի դե ես կենաց չեմ ասում, ես ուղակի բարձրաձայնում եմ, որտեղ դա համադայություն է։ Ես հանդիսավարություն եմ անում։ Եվ այդտեղ ես միշտ վախենում եմ, որ ժամը 9 գալիս է, արդեն լավ, բոլորը լավ խմած են լինում, ինչ որ մեկը չընդունի իմ խոսքը, չնայած ես ամեն բառ փորձում եմ ճիշտ մասային արդեն հասկանալու ինչ, կողքից մի բավականին հասուն տղամարդ, ես չեմ վախենա եւ մի 70 տարեկան կլիներ։ Երևի մի կենաց ուներ, ուզում էր ինքը դա ասել, բայց ես դա արդեն ասել էի, ասի հայրիկ ջան կլինի իմ խոսքից հետո ես սա ասեմ, որտեվ երկող բարողներ են սպասում։ Ես ձեզ խոստամ, դե բնականon պետք է հարցնեի նաև հարսին եւ փեսային։ Այդ կարգու կանոնի մեջ։ Ասեց, այսքան ինչ ասել ես, այսքան ինչ ասել ես։ Բոմբ էր, բայց մի բան բաց ես թողել։ Ասի որը հայրիկ ջան, ասես դու չես խմել իմ կնգա կենացը։ Ու բավականին մեծ վեճ էր պատրաստում եւ 400 հոգանոց հարսանիքը ես մենակ ես վարել եմ, այդ մի կենացը ես բաց էի թողել ամենայն դեպս։ Տենց դեպքեր լինում են, բայց այդ արդեն անցողի կա։ Բայց արի մի բան էլի եթերում ասել։ Ես վստահ կարող եմ ասել, երբ որ ես որոշեմ, թեկուզ մի փոքրիկ առիթ վարել իմ հետ լինի դուետ, դու ինձ հետ դուետ լինես, դու դրանից հետո այդ գործը կսիրես։ Բայց դու այդ կազմես մենակ իմ հետ։ Եթե դու ուրիշ հանդիսավարու հետ կազմես, իմ մոտ կլինի տոկոսի թեմա արդեն։ Փորձենք, բայց ամբողջ պատասխանատվությունը քո վրա է։ Ես իմ վրա եմ վերցնում։ Որտեղ կաղացի դու անմիջապես նախաձեռնությունը։ Խնդիր չունես։ Գիտեք, չէ, այդ դե հերոստատեսությունը այսպես է, թե որոշ ժամանակ էկրանին ես, ավելի շատ են ինչ որ։ Եթե մի քիչ բան ես անում, զբաղված ես չես հայտնում, թեթև մոռացվում ես։ Հիմա այդ իմ բուն ժամանակն է, որ ամեն օր զանգում են ու իդեպ շատ են զանգում համադայության համար, Արտուր ջան, մեր առիթն է եւ ասում տղեկ չեմ կարող, իմը չի, խորհուրդ կտամ ես ինչի ինեցին, բայց ես չեմ կարող։ Մի անգամ անծանոթ համարից զանգ եկավ, շատ հաստղրպոտ ձայնով, բարև ձեզ Արտուրի հետ եմ խոսում, ասեցի այո, կռասնադարից, ես ինչն անունը չեմ ուզում տանել ուղղակի։
մի խոսքով մեր հարսանիքը դու պետքա գաս կռասնադար վարես։ Ասում եմ, եղբայր, չէ, էլի մտքիս մեջ էլ ասեմ, մի հատ այս անգամ ես մի հատ բարձր գին ասեմ։ Հա։ Իրանք հրաժարվեն, էլի, հերիքա լինի։ ես հրաժարվեմ։ Այն խելքից դուրս գին ասեցի, ենթադրենք մոտ $10,000 գին ասեցի այս տղային, ասեցի այսքանով եմ վարում, ախպեր։ Հա, չէ, որ գիտեմ որ հաջորդ բառն ասելու է, չէ հաջող։ Լավ կզանգենք ցես բան ու հեռախոսը անջատեց։ Ասի դա վсё, բայց 5 րոպե չանցավ հետ եկավ այդ զանգը նորից։ Մի խոսքով օգոստոսի 15-ին դու էստեղ ես։ Դեռ ամիսուկես առաջ ասում, հունիսի ասում եմ, բայց մի վայրկյան մտ ճշտեմ, ես թատրոնում աշխատում եմ, ես կողմ խաղացանկը նախապես 3 ամիս առաջ կա, էլի։ Հա, ու այսպես ասեցի, ես դե ուրիշ տեղել եմ աշխատում, պետական հիմնարկությունն է թատրոնում եմ, վերջո աշխատում, մտ հասկանամ ներկայացում ունեմ այդ օրը թե ոչ, բալավ սպասում եմ քո պատասխանին, հեռախոս անջատեց, քրդինքը տվելա վրես։ Առանց շափազացնելու ձյան ջան, մտել եմ, տեսա այդ օրը ներկայացում չունենք։ Հա։ Գնացել եմ թատրոն, մտել եմ տնօրենի մոտ, ասեմ տնօրեն ջան, այսպես վիճակի մեջ եմ ընկել, մեծ գինեմ ասի, ինչ որ կար պատմեցի ու այդ օրը մենք ներկայացում չունենք։ Ես ուզում եմ որ այդ օրը ներկայացում լինի, այստեղ էլ բան են, ինչ որ լուրջ մարդիկ են, կարող է մարդս հետաքրքրվեն, որ տենան չունենք ու ես ասել եմ ունենք, հա, դա է բան ալիբին էլի։ Ես կարող եմ մեծ պատմության մեջ ընկնեմ, ասի խնդրում եմ էլի ներկայացում դրեք, որի մեջ որ ես էլ լինեմ, դեռ ամիսուկես կա, կարակ ինչ-որ փոփոխություն անեք էլի։ Արտուր ջան, ասեց կանենք։ Այդտեղ սիտես ընկավ տեղը։ Հանգեց երեկոն ասեցի, տղեկ ջան, ասեցի, սենց ներկայացում ունեմ, ցավոք ու ես է գլխավոր կերպար եմ, չեմ կարող էլ ինձ դուբլոր էլ չկա։ Երկար պաուզա պտանոց այդ պաուզայի մեջ ամբողջ կյանքս ասում եմ, չգիտեմ ինչ պատասխան տալու։ Բա լավ Արտուր ջան, լավ։ Անցավ մի 3 ամիս, ներկայացում եղավ խաղացի բան, 3 ամիս զանգ եկավ արդեն ստեղի համարից, բարև ձեզ մի անգամից ձենը տպավորվեց, հա։ Արտուր ջան, մենք ընկերներով եկել ենք, ուզում ենք ուղղակի քեզ տեսնենք։ Կարաս գաս միտեղ նստենք հաց ուտենք։ Գնացի հիանալի տղերք, ձյան ջան, ընկերություն եմ անում հետները արդեն։ Ու արդեն կերանք խմեցինք, բան, ես էլ արդեն բացվեցի, արտրացի տղեկ ջան, որ ճիշտ ասեմ, լուրջ ես ասում, պատմել ես ճիշտ։ Ճիշտ, ասի, ու էսի խի եմ պատմում ձեզ ճիշտ, որ ես որ գայ, ես էի խայտարակ կրնելու մեկ, դուք եք խայտարակ կրնելու, որ ինձ կանչել եք, ես էկրանով ուրիշ եմ, ես հանդիսավարություն չկամ, 0 եմ, ես էլ իմ աչքից եմ ընկնելու, ձեր աչքից եմ ընկնելու, ճիշտ լուծումը, որ ճիշտ տարբերակով սա էր։ Ասեցին, եթե դու տենց ես գտնում, տենց ես արի, հալլա քեզ ու տենց մի խոսքով։ Այդպես մի բան էլ եղավ իմ կյանքի մեջ, էլի։ Շատ լավ, Արդ, հեսա տարին ավարտվում է։ Ինչ որ կիսատ թեմա, նորություն, գործ, ինչ ունենք։ Կիսատ թեմա էկրանից սիտկոմ ֆիլմ դեռ չունեմ ու չեմ էլ առայժմ ուզում, որովհետև ամառը 3 ամիս տեղյակ ես մեր Արտյոմ եւ Արտուր Վաղաշյանների հետ շատ մեծ պրոյեկտ արեցինք, հա։ Իդեպ մենք անցյալ հաղորդմանը չշեշտեցինք, շատ կարեւոր գեղեցիկ բան, Ձյան ջան, եւս մի production ստեղծվեց Հայաստանում, եւս մի մայր գործարան, որը կարա լիքը զավակներ ունենա։ Չեմ ասում մեկը մեկից շատ լավ, դա ստեղծագործական process է, մեկը կարող է թույլ լինի, թույլի հաշվին հաջորդ ավելի ուժեղ լինի, այսինքն մենք ունեցանք նոր գործարան, այս սովետական բառը ասեմ, որ աշխատող չարխեր ունեցանք, որ կարա նաև կլիպներ լինեն, կարա գովազդներ լինի, փոքր ֆիլմեր, սիտկոմներ, ինչու՞ չէ, ու այդ ամեն ինչը բարձր տեխնիկայով։ Ես միակ չէ, ամենալավ ուրախալի լուրերից մեկը իմ համար այս տարվա մեջ դա էր։ Ու վստահ եմ, որ Արտյոմը ամեն ինչ կանի, որպեսզի այդ շկալան միշտ բարձր պահի իր համար։ Շնորհակալություն Արտյոմ ջան։ Շատ լավ, իսկ ես ասեմ, քանի որ ֆիլմը դիտել եմ, ինձ Դավիթը ոչ բան չէր թողում ես բացահայտել, բայց արդեն դեռ բոլոր էկրաններով գնում է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Օրում նույնիսկ մի քանի սեանս, հա, կարող եք գնալ, շատերը նաև արտահայտվում են, բայց բոլորի հետ մեկտեղ բոլորի թեման է դեռ էս ինչ թվեր են ծախսել։ Ես ուզում եմ այս թեման փակել, գիտես ինչու, ոնց։ Եթե բոլոր այն մարդիկ ճանաչում են կամ չեն ճանաչում Արտյոմ Սջևլերի ասվածին, երևույթին եւ Արտյոմին, ասեմ իմանաք, որ իր կյանքում ամենաթանկ գովազդներն են նկարվել իմ համար, ես դրանից եկում գովազդ չեմ տեսել մեր հայաստանյան շուկայում։ Որ այդ իզուր չէր, որ ասում էր, եթե քաղաքում տեսնում են այդ ավտոները, այսպես ասում, ծոմը
Շոն կայանում 100% մի բան։ Եվ ինքը սիրում է այդ ամբողջը ցույց տալ օրինակ տարբերվելու համար։ Ու ես վստահ եմ, որ շատ շուտով մյուս տարի այս ժամանակ դուք գալու եք, ինչու ոչ, նաև ինձ խոստացել է Արտյոմը արդեն հարցազրույց տալ, կիսվել, ասել թե ոնց ինչպես, այնպես որ հարգանքներս եւ Արտյոմին եւ Արթուրին, տղերք ջան, հարգանքներս ես որ հիացած եմ։ Այս թեման էլ այսպես։ As I walk through the valley of the shadow of death, I take a look at my life and realize there's nothing left. Cause I've been blasting and laughing so long that even my mama thinks that my mind is gone. But I ain't never crossed a man that didn't deserve it. Me be treated like a punk, you know that's unheard of. You better watch how you're talking and where you're walking, or you and your homies might be lying to chalk. Ամուսնացած տղու համար բանտ ինչ որտեղ ազատություն։ Հիմա ես քեզ համար ունեմ բլից հարցեր։ Երկար չմտածես։ Չէ։ Սա մի փոքր բացահայտում է եւ քո ներքնաշխարհը եւ ճաշակը։ Գնացինք։ Այո։ Արթնանալուն պես սուրճ թե հեռախոս։ Սուրճ միանշանակ։ Նախընտրած- Ասում ավելին հեռախոսից ես 2 ժամ հետո եմ միացնում։ Արտուր դու հեռախոսից մի խոսա առավել եւս Instagram-ից։ Ներողություն։ Աստված իմ դու, էլի, այն որ այդ ոնց են անում։ Փաստորեն կան դեռ մեր երկրում տենց մարդիկ, որ այդքան ուշադրություն չեն դարձում համացանցին։ Առաջատարներից ես։ Նախընտրած գույն, Շագանակագույն, սիրելի խոհանոց, մսեղեն, հայկական մսեղեն։ մսեղեն։ Հա։ Իսկ ամենաշատ օգտագործվող խմիչքը, Գարեջուր, կասեմ մի բան։ հա, Իմ մոտ գարեջուրը իմ ծանոթները գիտեն, որտեղ գարեջուրը ընտեղ Արտուր։ հա, Ուրեմն մի օր եղավ, վերջերս էր, մի 2-3 ամիս առաջ, շատ եմ ուզում գարեջուր խմեմ, բայց համախոչ ունեմ։ Ու չգիտեմ ոնց է ստացվել այդ պահին կանխիկ գումարել չկա մոտս, բայց ունես տեղ եմ, որ քարտով չեմ կարող էլի։ Զանգեցի մատ ընկերոջս ասեցի, ընկեր անունել չեմ ուզում տամ։ Ասի մտա սուպերմարկետ, այնքան լավ կրիվետկեք տեսա, նաժե մի քան տեղ ռակ են վերցրել, բանը այդ գարեջրի սաղ այդ մածնե բաժինները վերցրել են, բան գումարս վերջացավ, մի 7-8 լիտր գարեջուր վերցրա արիստեղ։ Ոհա Արտուր ջան կգամ, երբ, ասի ժամը 5-ին, հա։ Անջատեցի, զանգեցի մյուս ընկերոջս։ Ասի, անգեր մտա սառը գարեջրեր տեսա, վերցրել եմ 7-8 լավ լիտր։ էլի։ Մատել զակուսկի բան վերցրա, այդ կրիվետկայա բանը, վերցրու արի ես ինչտեղ, քանեսին 5-ին, գալիս եմ Արտուր ջան։ 5-ին երկուսն էլ եկան։ Համիկ շահում ես դու, շահում է պետությունը։ Հիանալի, այդ ես օգտագործել եմ այստեղ։ Աշխատող process է դա, Այո։ կարող անել։ Իսկ այդքանից հետո Արթուրի նախընտրած կենացը, Կենացը, իմ կենացը, ես դա միշտ ասում եմ, Մենակ ես չեմ պաստորեն։ լինի փոքր առիթներ, լինի մեծ առիթներ, անգամ հարսանիքի մեջ էլ մեր կրուգի մեջ ասել եմ, դե ես բաժակով եմ քիչ ծանրացնում եմ, հասկանում եմ թե ես ինչ պետք է ասեմ, ասեմ իմ կենացը։ Հետո մեկ նախադասություն վերլուծում եմ, խի իմ կենաց, իմ մեջ բոլորդ կաք։ Մի անգամից բոլորդ կենացն էլ խմում եմ։ Ես շատ են ասում են դու շատ ինքնահավան ես, որտեվ որ ասում են, «Ցինչան ո՞րն է քո սիրած կենաց», ասում եմ իմ կենացը։ Այդ ամենալավ երևույթն է, բացատրությունը Արտուրը տվեց ինչու համար։ Սիրելի հայկական ֆիլմ։ Օй, մենք ենք մեր սալերը։ Արտուր մի բան Ես ասեմ։ ինքան եմ նայել, ես թվում է թե ես մեջը միտեղ խաղացել եմ, ուղղակի չեմ երևում։ Ես մի բան ասեմ Բայց քեզ, հոգի հարազատ։ ուրեմն վերջի ժամանակահատվածում ես այս հարցը շատերին եմ տալիս։ Երևի 99% այս պատասխանն են տալիս։ Չծերացող եւ չինացող եւ սիրվող։ Շատ լավ։ Որ կենթանուն Արտուրը իրեն կնմանեցնի ու ինչու։ Պանդայի երևի էլի։ Հա։ Ինքն էս ինձ թվում է ինքը մի ճպտում է։ Գույների մեջ ճիշտ է։ Ես համաձայն եմ։ Ես մի պանդա, արջուկ։ Լավ, Արտուրը շփվում է Աստծո հետ։ Այո, բայց մեկուսի ինքս ինձ։ Ես կարող եմ շատ հաճախ եկեղեցի չայցելեմ, հա։ Ես էլ։ Բայց ասենք իմ աշխատանքի մեջ կարող եմ մի պահ առանձնանամ, խոսամ ու միշտ հիմնականում խնդրում են, չէ՞ ասում։ Ես առաջինը շնորհակալություն եմ հայտնում, որ ես ինչ բանի ես հասել եմ, ես ինչ կամ նոր եթե կա խնդրանք ասում եմ։ Շատ լավ, իմ երկրորդ հարցը պատասխանվեց միանգամից։ Արդ ներկայացում թե ֆիլմ։ Ներկայացում։
ֆիլմ տարվա մեջ որ մի հատ է լինի կամ երկու տարի մի հատ, ես ինձ լավ կզգամ, բայց թատրոն ներկայացում այդ իմն է, էլի, ես չեմ կարում, տեսեք գումար չկա, ինքը Դաժե նույնիսկ զգում ես որ ճահիճ է ինքը, բայց հաճելի ճահիճ է, որ գիտակցվելով Նվիրյալ։ Նվիրյալ։ Հեռախոս թե համակարգիչ։ Դե հեռախոս համակարգիչ ես տանը ունեմ, բայց մի 10 տարի չեմ օգտագործում։ Դե որ նայում եք դու հեռախոս ոնց ես օգտագործում համակարգիչ թեման փակել։ Թաքնված տաղանդ, որը դու ունես, ոչ ոք չգիտի եթերում ասա։ Բարդ հարց է։ Դա մենք գիտենք դու դերասան ես, հանդիսավարություն շուտով կլինի, բիզնեսմեն ասվածնել, Խոհանոցում եմ շատ ուժեղ։ Լուրջ։ Հա, խոհանոցումի ձեռքը շատ դժվար է ծալել։ Դասոր արդեն թեմա։ Իսկ դա հոբի է, թե արդեն Չէ, նախասիրություն, բանը սիրում եմ։ Ես տանը ինչ կա մսային տեսականի, կինոս չի խառնում, ես եմ անում ու հիմնականում իմպրովիզացիաներ են, այս բաներ, որ ես մտածում եմ, մի հատ sense մի բան անեմ, էլի։ Կարող չգիտեմ, ձուն խփեմ մսի հետ մի բան անեմ ուտեմ։ Ոխ իմպրովիզներ ես անում։ Հա։ Շատ լավ։ Արտիստ դու ընդհանրապես քաղաքականության մասին կարծիք ունես։ Այդ հարցում եմ ես թերանում, ես քաղաքականություն միշտ գիտեք ես ինչ եմ համարել։ Եղել է ընտրություն, ես ընտրել եմ ինչ-որ իմ քաղաքական գործիչին, հա։ Նա պարտավոր է ինքը իր խոստվածներով կառավարի։ Եկավ հաջորդ ընտրությունը, ես կտեսնեմ ինքը արել է իր ասածը, կընտրեմ կամ չեմ ընտրի իրան։ Բայց ես որ խորհուրդներ տամ, գնամ միտինգների, ցույցերի կամ չգիտեմ ինքս հրապարակումներ անեմ թեմայի մեջ չկան որպես այդպեսին, ինձ թվում է էդ էլ մի բան չի, պետքա միշտ սրտացավ լինես, թե ինչ-որ մի բան չես զգում ես, որ կարա այսպես լինի, պետքա բարձրաձայնես, էդ էլ չեմ կարում, չեմ վախում, ուղղակի իմը չի դա։ Արի տարանջատենք քաղաքականություն եւ սեփական կարծիք հայտնող մարդ։ Այդ էլ կարա լինի, որովհետեւ դա քաղաքականություն չի, դա քո ուղղակի ցավն է։ Հա, ես իմ հայրենիքին եմ ցավում, ես ոչ մի քաղաքական գործիչին ոչ դեմ եմ, ոչ էլ կողմ եմ։ Ես չեզոք եմ այդ առումով։ Ինձ թվում է դու մեծամասնության չես ճանաչի, սենց գնաց, սենց պատասխանից։ Արդ եթե դու տխուր ես լինում, մեկ ուսանում ես, դեմքիցը տերևում է, շրջապատի հետ վիճվում ես, ո՞նց ես լինում։ Աշխատում եմ ցույց չտամ։ Տունը կարող է կնոջս մոտ։ Նույնիսկ կարող է արտասվեմ, չգիտեմ։ Օ։ Հա, բայց դուրս շրջապատում այն կարճ պատմեն, ծաղրացուի պատմություն կա, չէ, որ գնում է հոգեբուժի մոտ, ասում է ես միշտ տխուր եմ, միշտ ինչ-որ բան պակասա, ցավում եմ, ուղեղս, բան, տխուր եմ զգում, բան, բժիշկն ասում է շատ լավ բան կա, գնացեք ես ինչ օր, ես ինչ կրկես, ծաղրացու կա, շատ մեծ մի ժամանոց համար անում, հիաստ բան կանեք, թեթևանակ բան, սա ծանրում ես գլուխը տատանում դուրս է գալիս, ասում է ծաղրացու ես։ Ես էլ հուզվեցի ու շատ լավն էր։ Շատ լավ, Արդ Այդպես չեմ ուզում ոչ մեկի ցույց տամ իմ հուզմունքը։ Հասկացա ես։ Իսկ դու հավատում ես քո երազներին։ Հո, անպայման։ Ու ասեմ ավելին, ես երազելուց շատ եմ երազում։ Այսքան երազում եմ, որ գոնե այսքանը կատարվի։ Հա։ Երազ, հա։ Ու հավատում եմ ինչ-որ հրաշքների, երազների։ Իսկ ներքին ձայնիդ լսում ես։ Հա, այդ էլ եմ լսում։ Ջուր Արտուր կաս տեղ ապրում։ Շատ բաներ անում եմ այս ներքին ձայնի, իմ բանականությունն ինձ ասում է, որ չէ, այդ քայլը սխալ է, բայց ես որ ասում եմ, անում եմ դա։ Թեկուզ հետո էսի ճիշտ էլ չի լինում, բայց հասկացա, դու լսում ես։ Արտիսկ ինչից ես դու վախենում։ Այ հիմա արդեն վախենում եմ ժամանակի կորուստից։ Մինչև 40-ը։ Մենակ ես չեմ։ Մինչև 40-ը չէ։ Իմ համար ցանկացած խնդիր լուծվող է։ Հա։ Ժամանակն է գնում հետո։ Չհասցնելուց։ Հա։ Շատ լավ։ Լավ, Արդ ով կարող է լինել քո ընկերը ուղակի առօրյայում։ Ինչպիսին պետք է լինի քո ընկերը։ Ես իմ տեսակով ավելի շատ հարմարվող եմ, քան հարմարացնող եմ ինձ։ Դե բնական է, ամենամոտիկ քո ընկերը քո ընտանիքն է, կին, երեխա, հայր, մայր, եթե կան։ Հետո արդեն իմ այն մարդիկ, ովքեր ում հետ որ ես մեծ օրս հասկացնում եմ, դա արդեն աշխատանքային ընկերներն են։ Դե ես համաձայն եմ դրա հետ։ Քաղաք թե գյուղ։ Քաղաք, ես գյուղ մի օր երկու օր։ TV թե ռադիո։ TV աշկը սիրում եմ տեսնել։ Ես էլ եմ սիրում։ Վերջի հարցին հուսով եմ նախավերջը երկար չես մտածել, նախընտրած հեռուստահաղորդավարի ունես։ Դիմացս նստած։ Պարտադրող։ Արդ եւ ամփոփման համար։
Բամբասան քո մասին, որ վերջին անգամ լսել ես։ Ուզում եմ եթերում բարձրաձայն ես, ասես ճիշտ ես, սխալ է, ծիծաղել ես կամ հերքում ես, մի բան ասա, քո մասին որ լսել ես։ Այ լսել եմ շատ ինձ ներվայնացնում է գիտեք ինչը մեր այս հասարակության այն ցածր խավը որ այդպես էլ չի կարում շփվի դերասանների հետ այնքան եմ լսել SN-ի չի Հա կամ անգամ գրազ են եկել որ ես եմ թե ես չեմ եկել են ստուգելու Հա այդ թեմանի մետ էլ է եղել մի քիչ Ախր ձեր այդ վիճակից է գալիս մեր քիթը բարձր պահել։ Եթե մենք հասնենք ձեր մակարդակի ու սկսենք ձեր հետ այդպես խոսել, արդեն ամեն հեքիաթը կորում է։ Այդ կողքից այդ ռեպլիկաներն եմ լսել, որ ասենք նույն բանը կարա շատ կիրթ լինի, ասի վայ սա մեր սիրած դերասանն է, վայ տեսեք մեր եսի Այսին դերասանը չի լքել մատ մոտիկանան խոսանք։ Այդ զանգվածը դեռ կա։ Կա, ու կլինի, ես այսպես թող ասեմ իրանք էլ ամաչեն, որ մյուս անգամ այտենց պատեհ արդ լինի, դուքով, գոնե դուքով խոսան, լավ, ինչ ասեմ։ Արդ, բայց դու գիտես կա մի զանգված, որ քեզ ոնց է դիմում ու ուզում, եթե անունը չի հիշում, ոնց են ասում, թե դու ինչպիսին ես։ Դե, հա, բնականային կերպարներով են ասում, էլի, Արդյոք քեզ ասում են չաղկալ ջիգարով, տղա։ Հա, դա չաղկալը, դա իմ երկրորդ անունն է, որ ինքը առաջի հասկից թող չթվա, որ բակայինն է, հա։ Պարոն Էլբակյանն էլ ասում, չաղկալին ասեք գա, թատրոնի ղեկավարը, այսինքն դա այն փոքրուց եկած մական, ածականն է, չի մական, երկրորդ անունը դա ավելի Հավլատ Արտուր կա թատրոնում աշխատող, շատ ավելի հակիրճ շաղկալ, վсё։ Ես այնպես չեմ նեղում, Բայց ջիգարն էլ են ավելացում չաղկալ, ջիգարով տղան։ Չաղկալը ինքը բան չի, վիրավորական բան չի, կապուտա չի, շատ ուսիրուն բան է։ Այնպես որ Արդ մենք ունենք օրվա հոբելյարներ։ Խնդրում եմ, տեսախցիկի նայելով շնորհավորի օրվա հոբելյարներին։ Հուսամ շատ եք հոբելյարներ ջան։ Դե բնական է չեմ ճանաչի բոլորիդ։ Մաղթում եմ ամենակարևորը առողջություն խաղաղ երկնքի տակ եւ երբեք չվհատվեք, չուսահատվեք։ Աշխատեք, չլուծվող հարցեր երբեք կյանքում չկան։ Ամեն ինչ աստիճանաբար։ Շնորհավոր ձեր տոնը ծնունդը եւ այլն։ Հետո էլ ասում եմ, ես հանդիսավարությունից հեռու եմ։ Ամենամեծ գործը կատարեց եթերում։ Այս մեկ, ինձ թվում է դու այդից էլ ա գալիս, թե քեզ ինչքանով կարող է խաղացնել։ Ասա, որ նաև ֆիլմում էլ է այդպես միշտ ասում ես, չէ, խաղընկերս դե լավն էր։ Դե խաղընկերը Վերջացավ։ Բայց կա խաղընկեր, որ կարող քեզ փակի էլ։ Բևերներ են, կարա առաջ տանի, կարա հակառակ։ Ես ճիշտ է ուրեմն։ Իսկ ես հիմա տվյալ պայն որպես ընկեր պահանջում եմ կներես, որ նորության դեպքում արձագանքես գաս ինձ մոտ տաղավար, որովհետև եթե դու այսօր ինձ մոտ տաղավարում, ոչ միայն ես էի ուզում, այլ մենք ունենք Facebook-յան էջ, որտեղ տեղադրվում են նկարներ, անուններ, եւ ինչքան էլ մարդ ունի նորություն, ես ընտրում եմ նաեւ հեռուստադիտողի խոսքը եւ ցանկությունը։ Ինձ մոտ ամենամեծ թեման նկարներով ֆեյք գյուղապետի նկարներն էին եկել, իմ ընկերների նաեւ դու քո կերպարով ես խոստումս կատարեցի, այնպես որ մնացածը ձեր հարցն է, դու կարող եք եթերը նաև վաղը դիտել, եթե չեք տեսել, կամ կիսա է տեղել 13:00 կրկնությամբ եւ մի երկու ժամ հետո փնտրել գտնել YouTube-յան մեր ալիքում։ Արջան, շնորհակալ եմ, որ հրավերքս ընդունեցիր։ Ջան, զգացված եմ ամեն անգամ քեզ տեսնելուց, ես ակամայից տրամադրությունս բարձրանում եմ ու վստահ եմ այսօր օրս շատ լավ կանցնի գումարած վաղը։ Շատ հաճելի, շնորհակալ եմ, տենց գնաց տոկոսի թեման արդեն կբարձրաձայնեմ։ Իսկ ես միջև հիմա ասեմ, որ ինձ հետ տաղավարում իմ տաղանդավոր ընկերներ Արթուրը եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում հարգանքներս բարին ընձես։ Առանց քեզ չի լինի ապրել Չամի չէ տեսակդ ով է արարել Չեմի ժպի ու դարձակերի Իմը չէ բայելում բախտը կբերի Մի քիչ է որ սերտաս իմ սրտի Չեմ տեսնի էլ ոչ մեկին Սիրտս այսօր է կուցա Երևի շատ սիրելուց է Արի կրկեմ սիրահարված Չլնի
սրտի կատված Սիրտս այսօր է կուծա Երևի շատ սիրելուց է Արի գրկեմ սիրահարված Չլնի սրտի կատված Սիրտը կանեմ սիրելիս Քիչ խոսեմ թող որ շատ խոսի հոգիս Էդ քո անուշ ձայնով ասա սիրելիս Սերս արի ու դուր համու հոտ կյանքիս Մի քիչ էլ որ սեր տաս իմ սրտին Չեմ տեսնի էլ ոչ մեկին Սիրտս այսօր է կուծա Երևի շատ սիրելուց է Արի գրկեմ սիրահարված Չլնի սրտի կատված Սիրտս այսօր է կուծա Երևի շատ սիրելուց է Արի գրկեմ սիրահարված Չլնի սրտի կատված Երևի շատ սիրելուց է Արի գրկեմ սիրահարված Չլնի սրտի կատված Սիրտս այսօր է կուծա Երևի շատ սիրելուց է Արի գրկեմ սիրահարված Չլնի սրտի կատված Սիրտս այսօր է կուծա Երևի շատ սիրելուց է Արի գրկեմ սիրահարված Չլնի սրտի կատված Սիրտս այսօր է կուծա